Ես մի բան գիտեմ, որ Սամվել Կարապետյանին ոչ ճանաչում եմ, լսել եմ, որ հայ ազգի համար, Հայաստանի Հանրապետության համար ագին օգուտ ա տվել։ Սամվել Կարապետյանին ինչի բռնեց։ Քիչ էր լավությունները, մեր ժողովուրդը այսպես է։ Իսկ երեք սրբազան հայրեր են կա։ Ահա։ Ինչպես եք դրան վերաբերվում որպես քաղաքացի։ Իմ դուրը չի գա, Նիկոլի Էրածը, չէ, սխալ է ինքը։ Ինքը ինչ գործ ունի վանկի հետ, բանի հետ, տերդերի հետ կամ եւ այլն։ Ինչ գործ ունի։ Ղեկավարությունը ինչ գործ ունի սրբի հետ։ Ինքը ուրեմն սուրբը չի արկում։ Ժողովրդի 115%-ը իրան թուրք կսե, թուրք։ Այս վիդեոները նայելով, ժողովուրդը հիասթափում է։ Մենորը հեռախոսը բացի, Պուտինը կսեոր, Նիկոլն է ծախ է Ղարաբաղը, Նիկոլն է ծախ է Հայաստանը, հələ պետի էլի տա, էլի պետի տա, որ ինքը գելինդեղ ելուտ կունենա։ Սխալ քաղաքականություն է, ինչ կարիք կար, դա եկեղեցու նկատմամբ կարիք չկար, նման վերաբերմունք առանձին անհատների նկատմամբ նման վերաբերմունք չկար, չի կարելի անել, որտեղ մեր ժողովուրդը ճանաչում է բոլորին հատառխատ ու իրենց գործունեությունով է ճանաչում։ Ինչ կարիք կա, բացարձակ կարիք չկա։ Եթե դու ղեկավար ես, ուրեմն դու քո ղեկավարիդ պաշտոններով քո ղեկավարիդ գործունեությամբ զբաղվի։ Քեզ ինչ պետք է եկեղեցին, քեզ ինչ պետք է գործարար մարդիկ, բացարձակ պետք չէ։ Այդ չեմ ընդունում, բարերարին չի կարելի կալանավորել, բարերարին չի կարելի կալանավորել, մանավանդ որ ինքը հայտարարություն չի արել, մի հատ խոսքի համար որ եկեղեցին կպաշտպանի։ Դες ես ճիշտն եմ ասում, այն ինչ որ ճիշտն է, այն կողմից եմ ճիշտ եմ, ես էլ եմ ճիշտն ասում։ Այդ է իրականությունը։ Չեմ ընդունում, դա զուտ իմ կարծիքը։ Բարերարին չի կարելի կալանավորել։ Ոչ էլ եկեղեցու։ Չէ, նորմալ չէ։ Բարերարը օրինակ այդ մարդուն շատ իզուր էր դադապարտվել, ինչի մար։ Մարդը օգնում է ստորը դոր թեգուս եկեղեցու թեգուս բարի